Հանցնենք զեկուցվող հարցերի քննարկմանը, հարց համար 8, պարոն Խուդացյան համեցեք։ Հարգելի փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում գույք նվիրաբերելու մասին կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի 1/1 հասցեական գտնվող 3-անալու հիմնադրամի ուղղությունները կրթական 14-ն են եւ ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամը առաջիկա 3 տարիներին պատրաստվում է 1 միլիարդ 800 միլիոն դրամի ներդրում իրականացնել, ըստ տարածքում խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, հիմա ցանկը ո՞նց է այդ Թումոյի կենտրոնների Հայաստանում եւ Հայաստանից դուրս մենք քանի կենտրոն ունենք արդեն։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, պետք է նշեմ, որ Թումոն 2011 թվականից է գործում, առաջի կենտրոնի Երևանում է, բայց արդեն իսկ ունեն 6 կենտրոն հանրապետության ողջ տարածքում եւ ըստ էության Վանաձորի կենտրոնը կդառնա թվով 7-րդը, դա խոսքը վերաբերում է ստեղծարար տեխնոլոգիաների ամբողջական կենտրոնին, որպես համալիր կենտրոն, բայց նաեւ ունեն 40 տուփեր, այսպես ասած ավելի փոքր Թումոներ, որտեղ 12 եւ ավել տարիքի երեխաները անցնում են ինքնուսուցման փուլեր, այդուհետ անվճար տրանսպորտով Թումոն իրենց ապահովում է, որ գնան մոտակա արդեն կենտրոնը, տուփից կենտրոն այդ անցումը։ Ընդհանուր թիվը շահառուների այս պահին 21000 է, 12-ից մինչև 18 տարեկան երեխաներ, ինչպես նաև ունեն 1000 շրջանավարտներ, դա ինչ վերաբերում է Հայաստանին։ Նաև կուզեմ նշել, որ վերջի կենտրոնը դա դիմակայուն Սյունիք, Team Europe նախաձեռնության շրջանակներում Կապանում այս տարի մարտին բացված կենտրոնն է եղել, իսկ առաջիկայում իրենք ունեն պլաններ ընդլայնվելու Հայաստանում, մասնավորապես պլանների մեջ է Թումոյի մեր գործընկերները մեզ հայտնել են, որ բացեն Վանաձորը դե իհարկե, այդուհետ նաև Էջմիածնում, Մասիսում, Արմավիրում, Աբովյանում, Աշտարակում, Մարտունիում եւ Սիսիանում, հարակից 26 տուփերով։ Իսկ ինչ վերաբերում է աշխարհում ընդլայնմանը եւ դա մեր կրթության զարգացման պետական ծրագրի 3 առաջնորդներից մեկը կրթության արտահանումն է եւ կրթական ծառայությունների ու արտադրանքի միջազգայնացումն է, պարոն Գրիգորյան, այդտեղ մենք եւս արտգործնախարարության եւ ԲՏԱ մեր գործընկերների, այսինքն ամբողջ կառավարության աջակցությամբ մենք իրենց օգնում ենք, որ ընդլայնվեն եւ կհիշեք վերջինը դա Տոկիոյում որ բացվեց, բայց այս պահին իրենք գործում են, եթե ցանկանաք ցանկը կարող եմ թվարկել Ֆրանսիայում, Ալբանիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Նիդերլանդներում, Արգենտինայում եւ ԱՄՆ-ում եւ պլանների մեջ է, որ բացեն առաջիկայում տարբեր այլ երկրներում։ Շնորհակալություն։ Շատ լավ, իսկ դրսի կառույցներ, դրսի կենտրոններում քանի շահառու կա։ Քանի երեխա այցելում արտասահմանում։ Այդպես մոտավոր թիմ կարող եմ ասել, եթե մեր մոտ 6 կենտրոններում 21000 երեխա է, ենթադրում եմ մոտ 20-ից 30000, բայց օպերացիոն մոդելը, պարոն փոխվարչապետ, այնպիսին է, որ այդ ֆրանչայզինգի նման են անում, այսինքն դիցուք Տիրանայում բացվել է Թումո կենտրոն, դա ալբանական տեղական գործընկերն է աշխատացնում կամ Գերմանիայում գերմանական, այստեղից Թումոն որպես գլխամաս մատուցում է ծառայություններ եւ դրանով իսկ ապահովում, որ Հայաստանակենտրոն որոշակի էլեմենտներ մեր կրթական համակարգի ներառված։ Հայաստանից մեթոդաբանությունն արտահանվում, աշխատուժը կազմակերպումը տեղյանում դուրս։ Իսկ դա գրանցված է որպես հայկական product, որը ձևով է։ Դա մի քիչ հարաբերական հարց է թերևս, մենք տեսանելիության առումով Կարծում եմ շատ լավ է, պիտի շնորհենք Թումոյին եւ նաեւ այս նախագիծը առաջարկում եմ հաստատել, ովքեր են դեմ չկա, շնորհակալություն, պարոն Խուդացյան, հաջորդ հարցը